որ շատ կարևոր է։ Եղբայրը շատ ճիշտ նկատեց, ես պիտի մեղքը ատեմ, մեղքից պիտի ատել ու զզվել, նայեք ինչ է գրած գրքի մեջ, Եզեկիել մարգարության 36-րդ գլխին 36 գլխի 31 խոսքը, լսեք ինչ ասում, կարդամ լսեք, ու ձեր գեշ ճամփաները ամբերի գործերը հիշեք, ձեր անորությունների համար, ձեր պղծությունների համար դուք ձեր անձեն պիտի զզվիք։ Մարդը մեղ գործում է, թե սրտով, թե հոգով, թե մարմնով, վերջը չի զզվում։ Սա Եզեկիել մարգարության 36 գլխի 31 խոսքն է։ Եթե մարդը չի զզվում մեղքից, չի հավատում, որ կյանքը միայն Հիսուսն է, սրբությունը Հիսուսն է, մի հատ հետաքրքիր միտք եմ ուզում ասել, մի հատ փորձեք մտածել։ Դու Աստծու հետ միլիոն տարի չեք ապրելու, միլիարդ տարի չեք, տրիլիոն չեք ապրելու, նոնիլիոն, հեպտիլիոն, հավիտյան, հասկանում եք, հավիտյան։ Դուք հավատում եք, որ հավիտյան պետք է Աստծու հետ ապրեք, այդ հավատքը ունեք դուք։ Ես հարց եմ տալու, ով է հավատում, որ հավիտյան պետք է Աստծու հետ ապրի։ Եթե ես Հիսուս խաչվել է, որ ես Հիսուսի հետ հավիտյան ապրեմ, լսեք ուշադիր լսեք, 100 տարին այդ անվերջ տարվա մոտ մի ակնթարթ էլ չարժի։ Դու մի ակնթարթի համար ամեն ինչ անում ես, որ լավը ստացվի։ Հավիտյանության համար քիչ ես մտածում, որտեղ չես հավատում։ Դու չես հավատում, որ տես կյանք կա։ Լուրջ չես հավատում։ Հավատն է մարդին փողողը։ Ինձի որ համասանից հեռացրել էին, հերս ասում էր աղմախ մարդ ես, դու 2 ամիս եմ նացել դիպլոմ ստանալ, պապա ասում էի, նոր էի հավատքի մեջ, առաջի տարին, պապա ասում էի, Հիսուսի մոտ տուն եմ ստացել, ցավը տանեմ, դու խելար չես, ինչ տուն, ինչ Հիսուս, իբեր Հիսուսին շատ էր հավատում, նա տան հավատար, իմ աչքերը տենում էր դա հոգևոր, Էքո հոգու աշկերի ինչ է տենում, որ ինչ էլ հավատաս։ Հավատք ինչ բան է, հուսացած, չերևցած, բայց չերևում, այդ բանը, որ չես տենում, ուստա հավատ չունես, բառադի մարդ ես, բառադի, հավատ չկա քո մեջ, հավատ, որ հավատաս հավիտյան Աստծու հետ ապրես, բայց զիբիլ կյանքն ինչ է, որ ես Պողոս առաքյալը ամեն ինչ աղբ համարեց, որ Քրիստոս շայի, այդ դու էլ աղբ համարի, Պողոսից խելացի ես, այդ դու չես համարում, էլ կյանք էլ չունես, ինչ կա չհասկանալու, մենք ոնց ենք փոխվել, մեզ ով է փոխել, ես իմ թշնամուս սիրում եմ, ինձ հարածողին օրհնում եմ, ինչպես կարդաց եղբայրը, իմ թշնամու բռնել եմ, պաչել եմ, սիրել է պետք, Հիսուս իր խաչողների ինչ արեց, ներես թե չներես, բայց դու իր տղան ես, իր աղջիկն ես, ում ես քաշել, դեյդ Հիսուս ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց քո վրա, դու չես կարող ես եկեղեցու սաղ ժողովրդի մեղքերը վերցնես քո վրա, ու լացես աղոթես, քո ազգի համար, ամբողջ աշխարհը, որ Ադամից սկսենք մինչև վերջի մարդը, քանի տրիլիոն մարդ կլինի, 2-3 միլիոն մարդի մեղքեր վերցա քո վրա, լացի աղոթի քո ազգի համար, բայց ես չի չես անում, բայց իրան նման վերցրա, Այդ դու հավատացյալ պետք է լինես, որ վերցնես, հավատացյալ չեղար ինչ վերցնես։ Դրա համար ես մի թեմա պետք է խոսեմ, որ ձեր հավատքը մի քիչ աճի։
Սրտները չխրովի, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք, Հիսուսն ասում։ Սրտները չխրովի, Հորը հավատացեք, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարան կա, թե ոչ ես ձեզ դիսեի, հիմա կերթամ ձեզ տեղ պատրաստեմ։ Եթե երթամ ձեզ տեղ պատրաստեմ, նորեն կուգամ ձեզ քովս կառեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք։ Ուր ես կերթամ, գիտեք, ճամփանալ գիտեք։ Թոմաս Սավանոր, Տեր, չեն գիտեր ուր կերթաս։ Ինչպես կերնանք ճամփան գնալ։ Հիսուս Սավանոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորքով չի գալ, եթե ոչ ինձմով։ Եթե զիշ ճանչնայիք, իմ հարսալ ճանչնայիք։ Ասկի հետև կճանչնայիք զանիկա ու տեսակ զանիկա։ Հիսուս ասեց, ես եմ ճամփան։ Եվ որ փոխենք, կյանքը դնենք առաջ, ասենք կյանք, հետո ճամփան չի լինի։ Ինչքան գեղեցիկ է խոսում Հիսուս։ Պետք է մտնես այդ հոգևոր ճանապարհը, որ ճշմարտությունը հասկանաս, ճշմարտությունը քեզ բացի կյանք ունենաս։ Եթե Քրիստոսի ճամփան չես բռնե, դու ճշմարտություն չես հասկանա, եւ կյանք էլ չես ունենա, ով ուզում է եղի։ Ուզում ես պրեզիդենտ եղի, ուզում ես շարքային քյասի աղքատ մարդ եղի։ Եթե Քրիստոսի ճանապարհի մեջ չես, այդ դուրը չես մտել, ճշմարտություն չի բացվի քեզ, ոչ էլ հոգևոր կյանք ունենաս հավիտյան, չես ունենա։ Ուր ուզում ես գնա։ Ուրիշ ճանապարհի մեջ կյանք չկա։ Էսի կարևոր հարց է։ Այս հարցը փորձենք հասկանալ։ Եղբայրը քարոզեց Սուրբ Սրտի մասին։ Սուրբ գրքում գիտեք ինչ է գրած։ Պատվիրանքի վախճանը Սուրբ Սիրտն է։ Եթե պատվիրանը քո կյանքում չվախճանվավ, գործը չկատարես, վերջացրեց, դու Սուրբ Սիրտ չես ունենա։ Սուրբ գրքում է գրած, կարդամ լսի։ Ես ինձանից չեմ սարքում։ Ես ինչ որ քարոզելու եմ, Սուրբ Գիրքը պետք է հիմնավորի։ Եթե Սուրբ Գիրք չի հիմնավորում, իմ ասածները դատարկ են։ Անիմաստ են։ Նայեք ինչ է գրած։ Պատվիրանքի վախճանը սեր է, սուրբ սրտով, բարի խշմտանքով, անկեղծ հավատքով։ Առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 5-րդ խոսք։ Առաջի Տիմոթեոս, առաջի գլուխ 5-րդ խոսք։ Ովքեր չեն գնում այդ ճանապարհ, ուր են գնում, օրինաց վարդապետ գնալ կուզեն, բայց իրենք չեն հասկանալ ինչ խոսեն, ոչ էլ այն բանով, որոնց համար ոտք կոխեն։ Չեն հասկանում։ Եթե չգնացիր այդ ճանապարհով, դու պետք է գնաս փուչ խոսքերի հետև եւ ոչ մի բան չես հասկանա։ Ինչպես այսօր շատ հոգիներ այդ ճանապարհն են բռնել։ Չեն կարող այս ճանապարհը բռնել։ Ուշադրիր ես եղբայրներ։ Ես պետք է հավատամ, որ ճանապարհը բռնեմ, չէ՞։ Պետք է սրտի խորքից հավատամ։ Ուղեղով չեն հավատում, սրտի խորքից։ Քանի տեղ կարդամ, որ քո խոսքերը իմ սրտի մեջ դրի, որ չմեղանչեմ քո առաջ։ Քո օրենքները իմ սրտի մեջ գրվավ, որ ես ապրեմ այդ խոսքերով։ Եթե դու ամբողջ սրտով, ամբողջ հոգով չես ուզում Աստծո հետ ապրել հավիտյան, երբեք էլ չես ապրի։ Երբեք չես ապրի։ Տես Կիկոսը կմնաս, Կիկոսը կվերես, Կիկոսի տեղն է կետաս։ Ես խորը համոզված եմ։ 54 տարվա հավատացյալ, որտեղ 55 տարին է հետում։ Ինչքան մարդիկ եմ տեսել մեռելեր ընդհանրել։ Ինչքան հիվանդներ եմ գնացել։ Ինչքան։ Անգամ երկար տարվա հավատացյալ, 40 տարվա հավատացյալը քարոզիչը մի գրամ խաղաղություն չունի։
մի գրամ սեր չունի, 40 տարի փուչ բաներ հետևա գնացել։ Դրա համար այսօր շատ փուչ բաներ գնացողները հավատացյալ չեն դառնա ժողովուրդը։ Ճամփան Հիսուսի ճամփան ինքն է ճանապարհը։ Մի հատ հարց տամ ձեզ, Հիսուսը ինչ ճամփա է անցել։ Հիսուսի ճամփեն ո՞րն է։ Մեկ ինչ ցույց տամ իր ճանապարհը, հա։ Իր ճանապարհը ցույց տամ, ինքը որպես ճանապարհ։ Ինքը 30 տարի ցույց տվեց, որ ինքը հոգևոր մարդ է։ Ցույց տվեց, որ ինքը հրաշագործ է, ցույց տվեց, որ ինքը Հիսուսն է։ 30 տարի ունայնացրեց անձը։ Էսա ճամփեն։ Ունայնացրել է։ Ինձ էլ քեզ էլ ասում է, դու էլ ունայնացրակով, ինչպես Հիսուսի մեջ էր այդ միտքը դիրքո մեջ, գրած է գրքի մեջ։ Ես չեմ սարքում։ Գրած է գրքի մեջ։ Կարդամ լսի։ Փիլիպեցիս թղթի մեջ գրված է։ Կարդամ լսի։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտք ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքով հափշտակություն ծեփեց Աստծուն հավասար, անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդոց նմանալով, կերպարանքով մարդու պես գտնվեցավ, ինքզին խոնարհեցուց միջև մահվան նազանդ եղավ, այն էլ խաչի մահվան։ Էսի ճանապարհն է։ Ունայնացրեց։ 30 տարի ունայնացրեց։ Ոչ մեկը չէր իմանում, որ ինքը հրաշագործ Քրիստոսն է, Աստծո որդին է, ոչ մեկ չէր իմանում։ Բացի Հովսեփից, բացի Մարիամից։ Ոչ մեկ չգիտեր։ Նա իր խնամակալ հորձերի տակ բանվորություն էր անում։ 30 տարի։ Ոչ մի հարևան էլ չիմացավ։ Դու այս ճանապարհը սիրում ես։ Ուզում ես ունենալ։ Ինչ աշճանի է ունենացել, գիտեք ինքը իրան։ Տեսեք ինչ աշճանի։ 22 Սաղմոսն եմ կարդում, 22 Սաղմոս։ Որ իր մասին է գրած։ Աստված իմ Աստված ինչուց ինձ թողոցիր, եսի աղոթեց խաչի վրա, չէ։ Բայց ես որդի եմ ու մարդ չեմ։ 6-րդ խոսքը 22-6։ Հիսուս ասում է, ես որդի եմ ու մարդ չեմ։ Տեսեք ինչ աշճանի ունայնացած։ Ունայնություն ինչ բան է, էդ էլ բացատրեմ։ Էլի Սուրբ գրքով։ Ունայնություն ինչ բան է, տենանք ինչ բան է ունայնություն։ Սա Սուրբ գրքով եմ ասելու։ Ես այդքան խելք չունեմ, ոչ էլ ես ինչ որ արժեք ունեցող մարդ եմ։ Ունայնություն։ Ամեն ազգերը անոր արչև ոչնչի պես են, ոչնչից պակաս ունայնություն կսեփեն։ Հիսուս իրան ոչնչից պակաս համարեց։ Եվ ասում է դու էլ տենց արա։ Դու քեզ ոչնչից պակաս կհամարես։ Դրա համար ես Սուրբ Գիրքը ուսումնասիրելով հավատալով այդ խոսքերին, հիմի ես այս խոսքին եմ հավատացել, եւ այս խոսքը ինձ բերել է հոգևոր հաղթանակի։ Նայեք ինչ է գրված գրքի մեջ։ Սակայն Աստված ճշմարիտ թողլա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է,
որպեսզի քո խոսքերի մեջ արդարալաս, դատաստանի ատենը դուն հաղթես։ Հռոմեացիս 3:4 սուտ։ Այս խոսքը իմ հոգու մեջ ընդունեցի եւ ասի Պավել դու ոչ թե սուտ ես, ստության մայրաքաղաք ես։ Ստության մայրաքաղաք ես։ Ես երիտասարդ ժամանակ սանք հանդիպել ինձ այս մտքերը։ Եվ դու ինչպես պիտի վարվես այս ստության հետ, կարդամ ինչպես պիտի վարվի մարդը։ Ստությունը ատեցի, անարգեցի, բայց քորենքը սիրեցի։ Պավել քեզ պիտի ատես, անարգես, որ ինձ սիրել սովորես։ Դու քեզ ատում ես, թե փառավորում ես։ Ատում ես, թե փառավորում ես։ Էս եմ արել, դու ինչ ես արել։ Հիսուս դրելա դրա վրա խոսք, էդ էլ կարդամ լսի։ Ղուկասի ավետարան գրած այդ մասին, շատ զորավոր ձևով գրված է, և մենք այդ խոսքերը չենք կարող մոռանալ։ Նույնպես դուք, երբ բոլոր ձեզի հրամայված բաներ ունեք, ասեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քանզի այնքան որ պարտական են օրինք։ Ինչքան լավ բան անես, ավելի հզոր անես, ավելի հզոր անպետ մարդ ես։ Քիչ ես խոստովանում էդի։ Մենք չենք խոստովանում։ Մենք զղջալու տեղ էլ չունենք։ Մենք կարգին մարդ ենք։ Եղբայրներ քուրեր։ Այս ճանապարհը դու բռնել ես։ Բռնել ես այս ճամփին։ Դրա համար հավատացյալ չես դառել։ 20 տարի անց է, 10 տարի անց է, 30 տարի անց է, 40 տարի անց նույն կիկոսն ես մնացել։ Ոչ սուրբ սիրտ ես, ոչ էլ հոգևոր մարդ ես։ Սխալ եմ ասում։ Մարդիկան կարող է ես իմ ինչ աֆերություններ անեն, իրանց դրան հավատացյալի տեղ։ Ես ինչի հավատացյալ եմ։ Հələ մեկ ինչ խորանանք, այս ճամփին, Հիսուս ինչ ասեց։ Ով ուզում է իմ հետևից գալ, թող անձ ուրանա, ամեն օր խաչը վերցնի, իմ հետևից գա։ Ով որ ուզում է իր կյանքը ապրի, պետք է կորցնի իրան, ատի իրան։ Տեսեք, Աստծորենք սիրողների մասն եմ կարդում։ Քորենք սիրողներին շատ խաղաղություն կա, անոնց գայթակղություն չի լար։ Քանի անգամ ես գայթակղվել դու։ Ինչքան ես հիասթափվել դու։ Որտեղ ոչ քեզ ես ատում, ոչ էլ Աստծորենքն է սիրում։ Եթե Աստծու օրենքը սիրողը, Աստծուն էլ է սիրում։ Քեզ պետք է ատես, անարգես, որ օրենքը սիրես։ Ես իա ճամփեն, եղբայրներ քուրեր, ես այս ճամփեն եմ բռնել։ Դրա համար մարդիկ են եղել քարոզի ժամանակ, sense մեծ պաշտամունքի 5-600 հոգի, մեկ եկավ հավատացյալ կոչված, եկավ կանավ sense, ես էլ քարոզում եմ։ Ասես սրիկայի պես, խոզի պես խրխրես սատկես։ Մի հատ ռեակցիա չգնաց։ Որտեւ ինձ ատում արամարում եմ ամեն օր։ Մի մարդ չես կարա գտնի, որ ասի Պավել ինձի վիրավորեց, Պավել ինձի անպատվեց, Պավել ինձի խաբեց, Պավել ինձի թալանեց, չես գտնի աշխարհում։ Որովհետև ես ուզում եմ մեռնեմ Հիսուս ապրի մեջ։ Ես ապրելու իրավունք չունեմ։ Պետք է ուրանամ անձս, խաչս պիտի վերցնեմ։ Ամեն ինչ աղբ համարեմ, որ Քրիստոսի մեջ բնակվեմ, Քրիստոսի հետ ապրեմ, հավիտյան եմ ապրելու նրա հետ։ Դու չես հասկանում հավիտյանն ինչ բան է, չես էլ հավատում։ Հավիտենություն, հավիտյան, արա միլիոն տարի չէ, միլիարդ տարի չէ, հավիտյան,
Դու հավիտյան հավատում ես, որ դու ապրես Աստծո հետ։ Չես հավատում։ Դրա համար էլ չես փոխվում։ Դրա համար չես ապաշխարում։ Դրա համար ես կեղտոտ մեղքի աշխարհը չես թողում։ Պետք է ընտրենք այդ կյանքը։ Ես 21 տարեկան եմ եղել, ինձ բացվավ հավիտենական կյանքը, երկրային կյանքը, որ այդ հավիտյան պետք է ապրեմ։ Ասի հետադարձ կամուրջները հավիտյան այրում եմ։ Պետք է Հիսուս ապրի մեջ։ Ես դի մուշտ ուրանամ ինձ։ Ինտեմ կրվեմ ամեն օր։ Ամեն օր նսեմ ասում եմ, առավոտ կանուխելիս հարթնել եմ, արդյունքով աղոթել եմ, Տեր Հիսուս, իմը պարտությունը, իմ ապարտավարությունը, ցածր չա, որտեղ միայն այդ օրն ես դու բարձանում, ուրիշ օր չես բարձանում։ Հոբի նման աղոթում եմ, Տեր, աչքերս լուսավորի, որ քեզ տեսնեմ։ Անձս առավարել սովորեմ, հողի մոխրան սղճալ սովորեմ։ Պողոսի նման սովորած ամենատեն կոմակրեմ։ Քեզ հետ ծուլվեմ, փառքես, դու կենթանի Աստված ես, դու շուտով գալու ես, որ ինձ հափշտակես։ Ես ուզում եմ անպայման հափշտակվեմ, անպայման, ումնա պետք 54 տարի լացեմ, ողբամ ու չհափշտակվեմ։ Ես լացում եմ, որ հափշտակվեմ։ Հիսուսի հետ հավիտյան մեգանամ, փառավորեմ նրան և ասեմ, ես քո որդին եմ, բայց գիտեմ, որ դու այդտեղ ես քո պես պետք է լինեմ, քեզ դիտեսնեմ ինչպես որ ես, փառքես, փառքես